Դե ինչ, ողջույն հարգելի բարեկամներ, բարեկալուստ ապդեյթ լրատվական, ես Ռաֆայել Մնացականյանն եմ և առաջարկում եմ միասին թարմացնել օրվա լրահոսը։ Կրկին ազգային ժողով, արդեն պարզ է, այսպես ավանդույթ է կարծես դառնում, երբ ասում ենք ազգային ժողով, ուրեմն իրարամերժության հերթական հանդեսի սեանսն ենք դիտում միասին և իրապես կրկին մեղադրանքներ փոխադարձ թիրախավորում մեր օրոք, ձեր օրոք այս քաղաքական չվերջացող մղձավանջը։ Այս անգամ ոչ թե ասֆալտին էին ծեփում ու փռում, այլ գլուխներն էին պատով տալիս։ Հիմա չգիտեմ, սա առաջընթաց կարող ենք գնահատել թե ետնահանջ, բայց այնուամենայնիվ դաշնակցական Գեգամ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը ազգային ժողովում լարվեց։ Գիտեք ինչն է դժվար այս ազգային ժողովի դահլիճում։ Անձնապես իմ համար շատ է դժվար։ Դժվար ամեն անգամ լսել մարդկանց ելույթներ, որոնք այդ ամեն ինչը չեն տեսել։ Դու ապրել ես, իրանք չեն տեսել։ Շատ չեմ ուզում խոսքս ծանրացնեմ այդ ամեն ինչի վրա։ Գեգամ Նազարյանը նստած է այստեղ հայկական ժամանակ։ 1990 թվական հոկտեմբեր 27-ից առաջ որ մամուլներ Վազգեն Սարգսյանի դեմ արշավանում։ Էտով ասեց։ Գլուխդ պատով տվեցի։ Հայկական ժամանակ Նիկոլ Փաշինյան։ Մի հատ գնացեք մամուլը նայեք։ Փաստորեն առանց ֆիզիկական բռնության ու սպառնալիքի երկխոսություն հնարավոր չէ, հա։ Ու այս պատմության մեջ ամենացավալին գիտեք որն է, որ անգամ եթե հետո ելույթը կառուցողական լինի, բովանդակալից կամ իրապես օգտակար, այդ ամենը կորում է էմոցիոնալ այս արտահայտությունների արանքում։ Հետո ամբիոնին են մոտենում այլ քաղաքական դեմքեր և սկսում են հակադարձել նախորդին, այնպես ինչպես օրինակ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը արեց։ Պարոն Մանուկյան, գլուխդ պատով տվել ես դու։ Այլևս մի մցրու, լսի, եթե ձեր ամեն սուտ խոսալու ժամանակ ասեի գլուխդ պատով տված նախադասությունը գլուխ չեր մնա։ Ես ձեզ խնդրում եմ, տես, գալիս խոսում ես, ասում ես ներողություն չեք ուզում, խնդրեք, ասենք, ասել եմ, դուք շատ բաների չեմպիոն եք, նաև վիրավորանքներ և իրավիճակը լարելու չեմպիոն եք, ելույթ ես ունենում, մարդը արձագանքում ասում է գլուխդ պատով ես տվել դու, ես էլ ասում գլուխդ պատով տվել ես դու, տեսնում ենք արդեն, իմիջայլոց, մի սպառնում ես ինձ, դե հետով ասեց հա, գլուխները պատով եք տալիս, բոլորըդ, ով որ կարա իրան թույլ տա սպառնի, ով կարա սպառնա, գլուխը պատով ա տալի։ Դե ինչ, այսօր մեռելոց է ինչպես գիտեք, բայց ազգային ժողովում գլուխները պատին տալու օրեն հայտարարել։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից իր ելույթում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը անդրադարձավ ընդդիմադիր պատգամավոր Գեգամ Մանուկյանի ելույթին, որում նա իշխանություններին մեղադրում էր անցյալը մոռանալու կամ ուրանալու մեջ, նա նշեց, որ որոշել է հիշեցնել ընդդիմադիր պատգամավորին, որ դաշնակցությունը մի քանի դրվագի մասնակից է եղել։ Հիմնական խոսքը պարոն Կոնջորյանը կառուցեց պատմական ակնարկի և պատմական դրվագների ուրացման ճակերտավոր թեզի վրա և իր քննադատական խոսքը հնչեցրեց դաշնակցության հասցեին։ Պարոն Մանուկյանը շատ խոսեց անցյալի մասին և մեզ մեղադրեց անցյալը մոռանալու կամ ուրանալու մեջ, ես որոշեցի չմոռանալ անցյալը և հիշեցնել պարոն Մանուկյանի և դաշնակցությանը մի քանի դրվագ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ երբ որ դաշնակցությունը այստեղ խրոխտ կերպով հանդես է գալիս որպես նվաճողական կազմակերպություն, 90-ականներին, երբ որ Ղարաբաղում հայկական կողմը տարածքային ձեռքբերումներ էր գրանցում, այդ նույն դաշնակցությունը Երևանի փողոցներում միտինգներ էր անում այսօրերի նման և պահանջում էր այն ժամանակվա իշխանության հրաժարականը և այն ժամանակվա իշխանությանն էր ասում դավաճան։ Այսինքն, բայ եթե այդքան դուք տենց հողեր նվաճող եք, բա այդ ժամանակ ինչ էիք խոսում, այդ ինչ ցույցեր էիք անում այդ ժամանակ, կամ որ ասում է դուք հրաժարվում եք անցյալից, դուք հրաժարվում եք մեր ինքնությունից, հա, բա այդ երբ որ Թուրքիայի նախագահը գալիս էր Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը նայելու, այդ ցեղասպանությունը ուրացողներ, խեիք ծիծեռնակաբերդի լույսերը անջատում։ Այ Արարատը ուրացողներ, ինչի էիք հավաքականի մարզաշապիկից Արարատի պատկերը հանում։ Բայց սա դուք եք արել ձեր իշխանության ժամանակ, բա ուրացել եք, խեք ուրացել, հա։ Բա խեք ուրացել է, ձեզ թվում է մարդիկ մոռացել են,
Բախի եք դուք անցյալից հրաժարվում։ Ձեզ թվում է, որ այստեղ մարդիկ են նստած, ովքեր որ քաղաքական հիշողություն չունեն, չեն գալու ձեր երեսին ճպացնեն ձեր ապրած կյանքը։ Այդ ինչ անցյալից են, ուրացումից են խոսում, բա որ այսքան ասում ենք առաջին հանրապետություն, հանկարծ մեկին չթվա թե մենք Սիմոն Վրացյանին, Քաջազնունին, Խատիսյանին թիրախավորում ենք, ոչ։ Մենք ասում ենք այդ մարդիկ ժամանակի համար պրագմատիկ որոշումներ են կայացրել։ Բա խի եք ուրանում Սիմոն Վրացյանին, խի եք ուրանում Դաշնակցությանը, Քաջազնունին, խի եք ուրանում Խատիսյանին։ Բա այդ մարդիկ գնացել են կնքել են պայմանագիր Թուրքիայի հետ, որը կոչվել է բարեկամության եւ խաղաղության բարեկամության։ Հիմա եթե դուք մեզ մեղադրում եք Թուրքիայի հետ հարաբերությունները նորմանացնելը համարում եք դավաճանություն, ուրեմն դուք Խատիսյանին, Քաջազնունին, Վրացյանին համարում եք դավաճան։ Դուք ուրանում եք Խատիսյանին, Վրացյանին եւ մյուսներին, հետեւաբար դուք չեք իրական դա, դուք ուրացել եք Դաշնակցությունը։ Դուք ուրացել եք Դաշնակցության արմատները։ Այստեղ նստածները դուք ընդհանրապես բռնազավթել եք Դաշնակցության բրենդը եւ եկել այստեղ նստել եք ու բան Դաշնակցությունից եք խոսում, բայց Դաշնակցության ժառանգությունը հենց Վրացյանն է, Քաջազնունինն է, Խատիսյանն է, մյուսներն է, դուք ի՞նչ կապ ունեք Դաշնակցության հետ։ Դուք մերկանցիլ քաղաքական խմբակ եք, որոնք որ ամենատարբեր այս րոպեական քաղաքական շահի համար պատրաստ եք եղել Ծիծեռնակաբերդի լույսերը անջատել ու այսօր եկել եք ցեղասպանությունից եք խոսում, մեզ էլ մեղադրանքներ եք հնչեցնում։ Արարատից մենք ենք հրաժարվել, ասում եմ խեք շապիկից հեռացրել բանը, երբ որ Աբդուլլա Գյուլը եկել էր Հայաստան։ Եվ այս ամենը դիտելով ես հարգելի հեռուստադիտող ցանկանում եմ հիշեցնել, որ Ազգային ժողովը այսօր քննում էր հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության եւ տեսալոսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազգային վիճակի մասին տարեկան հաղորդումը։ Իհարկե այս իրար թիրախավորելու ավանդույթը բուն հարցը կարծես թե դուրս թողեց օրակարգից, բայց այնինչ տեղի ունեցավ հետո իրապես անլուրջ էր, այնքան անլուրջ, որ անգամ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ պարոն Տիգրան Հակոբյանը, ով եւ ներկա էր դահլիճում, ամբողջից փաստեց, որ նա ավելի բովանդակային քննարկում էր ակնկալում։ Ես ճիշտ ասած ավելի կոնկրետ քննարկում էի սպասում, որովհետեւ այն խնդիրները, որ նկարագրեցի, նրանք իսկապես լուծման կարիք ունեն եւ որոշ սպառնալիքներ են ներկայացնում ոչ միայն մեր մեդիայի համար, այլ նաեւ մեր տեղեկատվական եւ լեզվական անվտանգության համար։ Դե, տեսակ, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը ակնկալում էր բովանդակային քննարկում, բայց եկեք լինենք անկեղծ, վերջին անգամ դուք հարգելի հեռուստադիտողներ, ազգային ժողովի ամբիոնից կամ դահլիճում երբ եք տեսել վերջին անգամ բովանդակային քննարկում։ Վերջին տարիների ամենաբովանդակային քննարկումը, որը տեսել ենք, դա սահմանափակումն է մերօրոք, ձերօրոք բարակապակցություններով եւ լրջանալու կամ բովանդակային քննարկում ծավալելու որևէ շանս այս բարակապակցություններից հետո ուղղակի չկա։ Ուստի առաջարկում եմ անդրադարձ կատարել այլ թեմաների։ Այսպիսով, արդարադատության նախարարության կազմակերպած արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք խորագրով հանձնաժողովի ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը բարձրաձայնեց դատավորների թվի եւ բնակչության թվաքանակի անհամաչափության մասին, այն համեմատելով եվրոպական որոշ երկրների ստանդարտների հետ։ Նրա խոսքով, եթե անգամ հիմք ընդունվի նվազագույնը 20 դատավոր 100,000 բնակչի հաշվարկով, ապա ըստ այդ ստանդարտի Հայաստանում պետք է գործի առնվազն 600 դատավոր, մինչդեռ ներկայում կա ընդամենը 322 դատավորի հաստիք, այն էլ բոլոր ատյանների եւ բոլոր մասնագիտացումների բնագավառում։ Փաստորեն, եթե դուք կրկին ձեզ եմ ուղղում խոսքս հարգելի հեռուստադիտողներ, ձեզ հարց եք տալիս, թե ինչու օրինակ վերջին տարիներում ամենաբարձր ամբիոններից հնչած մեղադրանքները վերջնականապես չեն ստանում իրավական, վերջնական գնահատական, կարծես թե պատճառը պարզ է, դատավորներն են քիչ։ Եվ թեմայի շարունակությամբ հանրության թիվ 1 պատասխանատուն ես եմ, հայտնում է վարչապետ Փաշինյանը, ով եւ մասնակցում էր այս քննարկմանը։ Փաշինյանը արձագանքեց, որ հնչող մեղադրանքներն ու դժգոհությունները որպես կանոն հենց իրեն են հասցեագրվում։ Մենք ասում ենք, ինչու է ուշանում արդարադատությունը, այն ոչ թե ուշանում, այլ այն տեղ չի հասնում։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր էջում, նշելով, որ մասնակցել է արդարադատության նախարարության կազմակերպած արդարությունը որպես արդարության հասնելու գործիք խորագրով համաժողովին։ Ես ընդհանրապես ինչ եմ այս թեմաներով խոսում, որովհետև հանրության պատասխան տվողը ամենայն հարգանքով դահլիճում ներկա շատ, այսինքն ես եմ թիվ 1
պատասխան տվողը հանրության, թե ինչի ես մեկը նենց, այն մեկը նենց, այն մեկը նենց, այն մեկը։ Եվ ես այդ պատասխանը որևէ ձևով բովանդակություն ստանալու համար ինչ որ ձևով դիմում եմ նաև հասկանալու համար, թե այդ հարցերի ինչ պատասխաններ կարող են լինել։ Եվ ֆունդամենտալ պրոբլեմա ես հասկանում եմ, որ ներսում է տարբեր օղակներում, քննչական օղակում, օպերատիվ օղակում, դատախազական օղակում, դատավարական օղակ, դատավորական օղակում, երբեմն մենք տեսնում ենք իրադրության էլի ոչ նույնական ընկալում։ Սովորաբար դատավորական օղակում ասվում է, որ դատախազական օղակում է պրոբլեմը, որովհետև այնտեղ ինչ որ բանն են չի արվել, դատախազական օղակում ասում է, որ գիտեք, քննչական օղակում է պրոբլեմը, այնտեղ ոնց որ ինչ որ բան չի արվել, քննչական օղակում ոնց որ թե օպերատիվ մարմինը լավ չի աշխատել, այն պարագայում, երբ օրը ցերեկով ուղիղ եթերում մի բան է տեղի ունեցել, որը պետք է ստանա իրավաբանական արձագանք։ Օրը ցերեկով բոլորի աչքի առաջ տեղի է ունեցել մի բան, ես էլ չեմ խոսում այն կոնսպիրատիվ խորը կոնսպիրատիվ ինչ որ պրոցեսների մասին, որ պետք է ստանա իրավաբանական օրը ցերեկով բոլորի աչքի առաջ բանա տեղի ունեցել, որ պետք է ի վերջո հանգուցալուծվի, ստանա իրավաբանական գնահատական։ Ու տենց էլ այդ իրավաբանական գնահատականը չկա։ Ինչու՞, որտեղ օպերատիվ բլոկը լավ չի աշխատել կամ հակառակից ասոր։ Այսինքն այս 4 օղակները երբ որ չի հասցեագրվում հարցը, 4 օղակներ ունեն պատասխան, մյուս օղակը լավ չի աշխատել, այդ ամբողջ պատճառը։ Ինչը չգիտեմ ինչքանով է ճիշտ, ինչքանով է սխալ, բայց հարցը հետևյալն է։ Ես էլի շարունակաբար դնում եմ այս հարցը, հանրությունը ինչով է մեղավոր, եւ բ ես հիմա ինչ ասեմ մարդկանց։ Ֆունդամենտալ հարցը, իմ հարցը շատ գործնական է։ Ես իսկապես բաներ չունեմ, նախապաշարաններ չունեմ, մյուս կողմից դատական մարմինների անկախության խնդիրը նույնպես ֆունդամենտալ խնդիր է, որովհետև հասկանալիորեն այդ հարցը բարձրացվելիս խոսվում է կառավարությունից, իշխանությունից անկախության մասին, որը անառարկելի օրակարգ է։ Բայց մենք համոզված ենք, որ երբ որ կառավարությունից անկախ է այդ համակարգը, ուրիշ որևէ տեղից կախված չի այդ համակարգը։ Որն է այդ համոզմունքը, այդ մեխանիզմը որն է, որը մեզ պետք է տա այդ համոզմունքը, որ այո, մենք ունենք անկախ դատական համակարգ։ Մյուս կողմից կարող է արդյոք երկրում ինչքան անկախ կարող է լինել դատական համակարգը ժողովրդից սահմանադրից։ Որն է այդ անկախության մեխանիզմը։ Որովհետև ի վերջո Հայաստանի Հանրապետությունում իշխանության միայն մի աղբյուր կա, եւ այդ աղբյուրը ժողովուրդն է, եւ հետեւաբար ժողովուրդը պետք է նաեւ հնարավորություն ունենա հասկանալ ինչ է տեղի ունենում իր ստեղծած ինստիտուտների հետ, ինչպես են այդ ինստիտուտները աշխատում, ինչ նպատակ են հետապնդում, ինչ արդյունք են գեներացնում, եւ սրանք հարցեր են, որոնց կարծում եմ նույնպես պատասխան պիտի տրվի։ Չնայած ընդհանուր առմամբ ես խոսեցի կառուցակարգերի մասին, ես կարծում եմ, որ ընդհանրապես ճեղք կա ժողովրդի եւ իրավակարգի միջեւ։ Այսինքն Հայաստանում հաստատված իրավակարգի եւ ժողովրդի միջեւ, ու իմ գնահատականը եղել է եւ շարունակում է մնալ այն, այս ընթացքում ես միայն համոզվել եմ դրանում, որ այդ իրավակարգի ճեղքը կախված է եւ կապված է նաեւ նրա հետ, որ ըստ էության բոլոր սահմանադրական հանրաքվեներում եղել է որոշակի հանրային ընկալում եւ համոզմունք, որ այնուամենայնիվ պաշտոնապես արձանագրված արդյունքները սահմանադրական հանրաքվեների չեն արտահայտում ժողովրդի կամքը կամ ճշգրիտ չեն արտահայտում ժողովրդի կամքը
Ապրիլի 20-ին ժամը 2:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրկին կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ տուժածներ չկան։ Ադրբեջանական կողմին կոչ են կանում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Իսկ մենք հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշտակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ ՄԱԿ-ի Ասիա խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսօղոմոնյանը հանդես է եկել ՄԱԿ-ի Ասիայի և խաղաղօվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշբահաբայի հետ։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և հանձնաժողովի միջև համագործակցության շուրջ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալը բարձր է գնահատել կազմակերպության աջակցությունը Հայաստանում բարեփոխումների գործընթացներին, ինչպես նաև վերջինիս դերը տարածաշրջանում համագործակցության խթանման և կայուն զարգացման գործում։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել 2026 թվականին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքներին, այդ առումով ընդգծելով միջազգային գործընկերների ներգրավվածության կարևորությունը։ Եվ կրկին վերադառնանք ազգային ժողով, քաղաքացիները 2025 թվականին և 2026 թվականին իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև նոյեմբերի 1-ը, դրանից հետո մինչև հուլիսի 1-ը, իսկ ներկայացնել կարող են մարտի 2-ից սկսած։ Այս մասին ազգային ժողովում ներկայացնելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը հայտնում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Բաբկեն Թունյանը։ Նախագծով սահմանվում է ոչ միայն վերջնաժամկետը, այլ նաև հայտարարագիր ներկայացնելու սկզբնական կետը։ Փորձեմ համառոտ ներկայացնել ինչ փոփոխություն ենք պատրաստում անել։ Նախ առաջինը մայիսի 1-ը որպես վերջնաժամկետ, որը սահմանված է օրենքով, մենք փոխում ենք այս տարվա եւ հաջորդ տարվա համար, սահմանելով նոյեմբերի 1-ը, այսինքն այն մարդիկ, ովքեր հայտարարագիր են լրացնում այս տարի նախորդ տարվա եկամուտների համար, իրենց հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է նոյեմբերի 1-ը եւ ովքեր հայտարարագիր են լրացնելու հաջորդ տարի այս տարվա եկամուտների համար, իրենց համար նույնպես դառնում է նոյեմբերի 1-ը։ Զուգահեռաբար դրանից հետո հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետ է դառնում հուլիսի 1-ը, ընդ որում մենք ոչ միայն վերջնաժամկետ ենք դնում, այլև սկզբնաժամկետ, այսինքն հիմա ըստ օրենքի մարդիկ կարող են հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ը ներառյալ որ օր ուզեն հայտարարագիր լրացնեն, բայց մենք նաև սկզբնակետ ենք սահմանում եւ հայտարարագրերի վերջնաժամկետի հայտարարագրերի ներկայացման ժամկետի սկիզբը լինելու է մարտի 2-ը, այսինքն դրանից շուտ հայտարարագիր պետությունը չի ընդունելու, որպեսզի պետական համակարգը հնարավորություն ունենա նաև գործատուներից ու հարկային գործակալներից որոշակի ինֆորմացիա ստանալ եւ ավելի ամբողջական ինքնաշխատ տարբերակով լրացնել այդ հայտարարագրերը։ Սա է ընդհանուր փոփոխությունը եւ նաեւ փոփոխություն են կատարում եկամտահարկի վճարման վերջնաժամկետի առումով եւ դա համապատասխանեցնում ենք արդեն հայտարարագրերի վճարման վերջնաժամկետներին ֆիզիկական անձանց կողմից։ Եվ կրկին ցավալի տեղեկություններ, անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել մահվան ելքով։ Մահացածը Երևանի բնակիչ 16-ամյա Բենավ Դավթյանն է, իսկ վիրավորները, որոնք տեղափոխվել են Ուիգմոր բժշկական կենտրոն, 16-ամյա Տիգրանը եւ 19-ամյա Սողոմոնը։
Տիգրանը հիվանդանոց է տեղափոխվել պոլիտրավմա ախտորոշմամբ, իսկ Սողոմոնը պոլիտրավմա եւ ցնցում ախտորոշմամբ։ Վիրավոր Տիգրանն ու Սողոմոնը հարազատ եղբայրներ են։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը հայտնաբերել են ենթադրյալ կասկածյալներին, որոնք տեղափոխվել են քրեական ոստիկանություն, որտեղից էլ ներկայացվել է Քանաքեր Զեյթունի վարչական շրջանի քննչական բաժին։ Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին գոնե չեն հրապարակվում։ Ընթանանք առաջ։ Այսօր իր մահկանացուն է կնքել Հռոմի Ֆրանցիսկոս Պապը։ Աշխարհի տարբեր անկյուններից արդեն հնչում են ցավակցական խոսքեր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ցավակցական իր ուղերձն է հղել Պոնտիֆիկոսի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է. Խորապես վշտացած եմ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ։ Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նորին սրբության ակնառու առաջնորդությունը դեպի խաղաղ եւ արդար աշխարհ ունենալ չի կարող մոռացության մատնվել։ Ցավակցում եմ աշխարհի բոլոր հավատացյալներին այս մեծ կորուստի համար, ասվում է վարչապետի գրառության մեջ։ Թեմային անդրադարձ են կատարել միջազգային լրահոսի շրջանակներում, իսկ այն ներկայացնելու ենք տեսաշարով։ Ապրիլի 21-ի առավոտյան 88 տարեկանում մահացել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը։ Պոնտիֆիկոսը մահկանացուն կնքել է Վատիկանի Կազա Սանտա Մարտա կեցավայրում։ Տեղի ժամանակով 9:45-ին կարդինալ Քևին Ֆարելը հայտարարել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան մասին։ Կաթոլիկների հովվապետը փետրվարի 14-ին հոսպիտալացվել էր կրկնակի թոքաբորբի պատճառով։ Հռոմի կաթոլիկ եկեղեցու 266-րդ Պապի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Սուրբ Պետրոսի տաճարում։ Կհայտարարվի 9-օրյա սուգ։ Մինչև նոր Հռոմի Պապի ընտրությունը Վատիկանի գործերը կվերահսկի կարդինալների կոլեգիան։ Հիշեցնենք, որ Հռոմի Պապի վերջին հանդիպումը եղել է 3 ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի հետ։ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը այցով ժամանել է Հնդկաստան, որտեղ նա կհանդիպի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ եւ կքննարկի երկկողմ առևտուրը, մաքսատուրքերը, պաշտպանական համագործակցության զարգացումը եւ աշխարհաքաղաքական խնդիրներ։ Բանակցությունների գլխավոր թեմաների թվում, ինչպես սպասվում է, կլինի երկկողմ առևտրային համաձայնագիրը, որը Վաշինգտոնը եւ Նյու Դելին քննարկում են արդեն մի քանի շաբաթ, մեղմացնելու Հնդկաստանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած 26%-ի չափով մաքսատուրքերի հետևանքները։ Միացյալ Նահանգները համարվում է Հնդկաստանի խոշորագույն առևտրային գործընկերը։ Երկկողմ առևտուրը 2024 թվականին հասել է $129 միլիարդ։ Թեև այս այցի ընթացքում համաձայնագրերի ստորագրում չի նախատեսվում, երկու կառավարությունները հիմք են դնում խոշոր պաշտպանական եւ առևտրային գործընկերությունների համար։ Իրանի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունները պայմանավորվել են փորձագետների մակարդակով տեխնիկական բանակցությունների նոր փուլ մեկնարկել, որը կանցկացվի ապրիլի 23-ին Օմանում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ Իտալիայում անցկացված անուղղակի բանակցությունների նոր փուլը ավարտվել է ապրիլի 19-ի կեսօրին։ Երկու կողմերի պատվիրակությունները Արաղչիի եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի գլխավորությամբ բանակցություններ են վարել Ռոմում Օմանի դեսպանի նստավայրում։ Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ Ալ-Բուսայդին երկու կողմերի միջև հաղորդագրություններ է փոխանակել, ինչպես Մուսկատում կայացած բանակցությունների նախորդ փուլի ընթացքում։ Ընդհանուր բանակցությունները տևել են մոտ 4 ժամ։ Առնվազն 12 մարդ է զոհվել, 30-ը վիրավորվել Անսար Ալլահ խռովարարների շարժման վերահսկողության տակ գտնվող Եմենի Սանա մայրաքաղաքին ամերիկյան օդուժի հասցրած ավիահարվածների հետևանքով։ Այդ մասին հայտնել է Հութիների կառավարության առողջապահության նախարարությունը։ Առողջապահության նախարարությունը ընդգծում է, որ փրկարարական ջոկատները շարունակում են տուժածների որոնումները փլատակներում։ Զոհերի թիվը կարող է աճել։ Զգալի նյութական վնաս է հասցվել այդ շրջանում գտնվող բնակելի շենքերին եւ շուկայի վաճառակետերին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ ուկրաինական խնդրի կարգավորման գործարքը կկնքվի այս շաբաթվա ընթացքում։ Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է իր սոցիալական ցանցում։ Հուսով եմ Ռուսաստանը եւ Ուկրաինան գործարք կկնքեն այս շաբաթ, գրել է Միացյալ Նահանգների ղեկավարը։ Նրա պնդմամբ այդ դեպքում երկու կողմերն էլ կսկսեն ակտիվորեն բիզնես վարել ԱՄՆ-ի հետ, ինչը նրանց թույլ կտա կարողություն վաստակել։
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վերսկսել են հատուկ ռազմական գործողությունները նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հայտարարված Զատկի զինադադարի ավարտից հետո, հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Ուկրաինայի զինված ուժերը արձանագրել են հրադադարի ռեժիմի 4900 խախտում, հայտնել են գերատեսչությունից։ Ռուսական բանակը խստորեն պահպանել է հրադադարի ռեժիմը եւ մնացել նախկինում զբաղեցրած գծերում եւ դիրքերում, պնդել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Նախարարության տվյալներով հրադադարի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը 6 հարձակման փորձ են կատարել։ Հրադադարի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կիրառել են 90 ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարքեր։ Ռուսաստանի Դաշնության նախագահը հրամայել էր բանակին դադարեցնել բոլոր մարտական գործողությունները ռազմական գործողության գոտում ապրիլի 19-ին Մոսկվայի ժամանակով 18:00-ից մինչև ապրիլի 21-ը։ Ռուսաստանը եւ Ուկրաինան հաջողությամբ ավարտել են Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ իրականացված գերիների փոխանակումը, որն ամենամեծն էր հակամարտության սկզբից ի վեր։ Էմիրաթական կողմը հաստատել է, որ փոխանակվել է ավելի քան 538 գերի, որոնց թվում 246-ը ուկրաինական, իսկ 246-ը ռուսական կողմից։ Բացի այդ, գործընթացի ընթացքում փոխանակվել է նաև ուկրաինացի 31 վիրավոր եւ եւս 15 ռուս վիրավոր։ Ընդհանուր առմամբ այս միջնորդությունների միջոցով երկու երկրների միջև փոխանակված պատանդների ընդհանուր թիվը հասցնելով 3771-ի։ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները կշարունակի ջանքերը ուղղված ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ մեղմելու ճգնաժամի ազդեցությունը։ Սեուլի Բոնչեոն-դոնգ թաղամասի 21 հարկանի բնակելի շենքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով կա 1 զոհ եւ 11 վիրավորներ։ Շենքը հնարավոր է բոցասայլով հրկիզել են միտումնավոր։ Ոստիկանության տվյալներով հրդեհը սկսվել է ապրիլի 21-ի առավոտյան։ 11 տուժածներից 2-ը հիվանդանոց են տեղափոխվել բազմաբնակարան շենքի պատուհանից ընկնելուց հետո։ Մնացած 9 տուժածները ստացել են թեթև վնասվածքներ, այդ թվում ծխի ներշնչում։ Անվտանգության ուժերը կասկածում են, որ անհայտ տղամարդը միտումնավոր է հրդեհել շենքը եւ նա այժմ հետախուզման մեջ է։ Եղանակի տեսությունից առաջ մեկ մարզական լուր կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության մեկնարկին մնացել է 15 օր։ Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը մնացել է 15 օր Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը եւ Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը Հյուսիսային պողոտայում այսօր ազդարարել են առաջնության հետ հաշվարկի ժամացույցի մեկնարկը։ Մայիսի 7-ից 11-ը Հայաստանը առաջին անգամ հյուրընկալելու է կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում է շուրջ 54 երկրի ավելի քան 1000 մարզիկ եւ պատվիրակ։ Եվրոպայի 60-րդ առաջնությունը տեղի է ունենալու Կարեն Դեբեջյանի անվան մարզահամերգային համալիրում։ Եվ վերջում եղանակի մասին, ապրիլի 22-ից 23-ը, ապրիլի 25-ին շրջաների զգալի մասում, 24-ին 26-ին առանձին շրջաներում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Երևանում ապրիլի 22-ից 23-ը, 24-ի գիշերը, 25-ին օրվա ընթացքում սպասվում են տեղումներ անձրևի տեսքով, նաեւ ամպրոպ։ Ապրիլի 24-ից 3-ը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանալու է եւս 3-ից 5 աստիճանով։ Դե ինչ հարգելի բարեկամներ, շնորհակալ եմ ուշադրության համար, այսօրվա համար այսքանը, առավել թարմ լրահոսով կհանդիպենք հաջորդ թողարկմանը, լավ եղեք։